ERT-ի տաղավարում այժմ վերլուծությունների ժամանակն է, այստեղ է Արմեն Չիբուկչյան, բարև ձեզ Արմեն։ Բարև ձեզ։ Սկսենք երևի փաստից, որ Միացյալ Նահանգներում արդեն վերնախավը սկսել է շատ ավելի կոշտ արտահայտվել Իրանում իրավիճակի մասին եւ ավելի վստահ։ Այսօր դրա վկայությունը Թրամփի հայտարարություններ, նաեւ Բեսենթի հայտարարությունը, ել չասեմ, որ Ռուբիոնը երեք արդեն Fox News-ին ասել էր, որ եթե ունեն ընդամենը Հորմուզ ինչ են անում, պատկերացնում եք ինչ կանեն, եթե ունենան միջուկային զենք։ Ճիշտ ասում։ Ես համաձայն եմ։ Այո։ Իսկ դուք եք համաձայն։ Այո։ Ուրեմն Թրամփը այսօր ընդունում է թագավոր Չարլզին, Միացյալ Թագավորության եւ կարծում եմ վաղ ավելի այսպես շատ կունենանք ինֆորմացիա ընդհանուր ինչ են քննարկի, այո, այո։ Հետաքրքիր էր Իրանի մասով Թրամփը ասաց, թե Իրանի վերջին իրադարձությունները երկու բառով տանք, այստեղ ես կարծում եմ Միացյալ Նահանգները հիմա սպասողական դիրքում է, Բուշ ավիակիրը ժամանել է, բոլորը պատրաստ սպասում են, զինված ուժերը ավելանում են, համալրվում են, զորքերը տեղում են, դեսանտայինները տեղում են, ծովահետևակայինները տեղում են, դրա համար ցանկացած պահի կարող են ուրեմն սկսել գործողություններ։ Ընդհանրում հետաքրքրական ձեզ մի բան ասեմ։ Ինչ է հիմա տեղի ունենում։ Իրանը խնդրում է հիմա նոր առաջարկ արել բացել Հորմուզի նեղուցը երկկողմանի ինձ թվում է շատերը դա Պուտինի հորդորն էր երևի խորհուրդը այդպես վարվել։ Իրանք ինձ թվում է այն վիճակում են, որ տխուր է էլի իրանց վիճակը իրականում, եկեք ընդունենք, որ իրանց վիճակը տխուր է, որովհետև մենք սա պետք է պարտադիր ասենք, որովհետև Հայաստանում այն քարոզչությունն է գնում, լսում ես քաղաքական գործիչներին ուղեղիդ մեջ տեղ չի անում, իրանք ինչ են ուտում։ Ուզում ես ասես տղեր 28-ից է ծխախոտից է, ուղարկեք տեսնենք ինչ եք ծխում, ուտում, մենք էլ մի հատ ուտենք, ծխիկ կարող է, ասենք, սկսենք հասկանալ ձեզ, ասենք, հոբիտ ասած, էլի։ Չէ, իրոք, քաղաքական գործիչները, ուրեմն իրանք իրոք հավատում են, իրոք սրտով, հոգով, եւ մարդկանց էլ այդ լրատվամիջոցներից բռնած համոզում են, որ Իրանը հաղթում է այս պայքարում։ Դա ուղղակի ծիծաղելի է։ Իրանին որպես ռազմական, ուրեմն դիմակայունության Ոչ միայն, ընդհանրապես Իրանին որպես ռազմական դիմակայունության օրինակ են բերում եւ այսպես շարունակ, հա, բազմաթիվ, ու ընդ որում դա մասսայական է, ինչի շեշտեցի վերջին օրինակը դա էր, բայց դա բազմաթիվ է։ Բոլորի աշխարհը Պուտինն է, ասենք, մեկը Պուտինը, շատերի համար Պուտինը հաղթում է, այո, դա իրականությունը։ Եվ իսկ իրականում Իրանը առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը, բայց միջուկային թեման քննարկումը տեղափոխել հետագայի համար։ Այսինքն մենք հիմա բացում ենք, այսինքն Իրանը ստատուս կվոն է ուզում վերականգնի, մինչև պատերազմի։ Ինչ որ եղել է, բաց ենք անենք, ինչու՞։ Որովհետև կա մի թեմա, այս ասեմ, այս թեման սահմանափակվենք Չարլզի հետ, այսօր ամերիկացիների դիրքորոշումը ամերիկացիները սառն են վերաբերվում այդ դիրքորոշմանը, չեն ուզում, դե վրա հասկանում են ինչու է Իրանը արել, որովհետև Իրանը ոչ կարողանում է արտահանի, ոչ կարողանում է ներկրի։ Հետևաբար համ եկամտի խնդիր ունի, համ արդեն պարենի, որովհետև պարենի մոտ 50%-ը ներկրում է Իրանը։ Հետևաբար իրենց ժամանակը անսպարտ չի։ Այս վերջերս էլ ես էլ օրինակն էլ բերեմ, այս վերջերս էլ մենք տեսանք, որ ուրեմն հին դուրս գրված տանկերը տեղափոխել են Խարկ կղզու մոտ, ինչու, որովհետև արդեն բոլոր այդ նավթի ռեզերվուարները լցված է, լցնելու տեղ չկա, որպեսզի իսկ եթե դա արդեն լցվի է, լցնելու տեղ չունեն, ստիպված փակեն, զմռսեն արդեն, իսկ եթե դրա բացել իհարկե, դրա համար էս է իրավիճակը, Տրամփը ասաց այսօր իր վիճակը լավ չի իրանցիների եւ իրանք պետք է իրար հետ համաձայնության կան ովքեր են ասես չգիտեմ ղեկավարում բացեն Հորմուզի նեղուցը բայց իրանցիները ուզում են բացել նեղուցը երկկողմանի առանց միջուկային խնդրի քննարկումը ինչին Միացյալ Նահանգները համաձայն չեն սա է իրավիճակը ընդհանուր առմամբ Գնանք գովազդային դադարի Երևանում եւ Լոս Անջելեսում փայլուն ցուցադրությունից հետո վերջին շրջանի ամենահաջողված ֆիլմը Անձրևանոց Զոնտիկ բազմաթիվ հանդիսատեսի խնդրանքով եւս մեկ օր այն ցուցադրվելու է AGBU թատրոնում երեկոյան ժամը 7-ին լարված սյուժե փայլուն դերասանական խաղ իրական պատմություն Զոնտիկ բաց չթողնեք ցուցադրությունը շտապեք ամրագրել տեղերը armticket.com կայքում Ֆիլմի ցուցադրման հովանավոր Vivaldi Catering
Վերլուծություններն են շարունակվում է RTN-ի եթերում հարգելի հեռուստադիտողներ, խոսեցինք այն մասին, որ Հայաստանում հավատում են, որ Պուտինը հաղթել է եւ հաղթելու է։ Չենք խոսել այն մասին, թե ինչ է տեղի ունենում Մալիում, նույնպես առնչվում է Ռուսաստանին, եւ չենք խոսել այն մասին, թե Տուապսեում ինչ է եղել, բայց Տուապսեում ուկրաինացիները հարվածներ են հասցնում։ Այս ամենի կենտրոնում Ռուսաստանն է եւ ձեր այո, ընդ որում երկրորդ հարվածն հասցվել, կրկնեց Մադյարը, ինչպես ասում են, Մադյարը իրանց ուրեմն անօթաչու զորքերի հրամանատարն է, իդեպ չխառնել Պետր Մադյարի հետ, որը Հունգարիայի վարչապետն է, սա Ուկրաինայի անօթաչու ուժերի ղեկավարն է, եւ ինչ է, այնտեղ մեծ նավթավերամշակման ուրեմն գործարան է, եւ երկու հարված հասցվեց, ահռելի վնաս, այն աստիճանի, որ ռուսները ոռնոց են դրել, այսպես չեն կարող ափերը կեղտոտված է, էկոլոգիական աղետի առաջ են կանգնել, նավթային անձրև է եկել առաջին անգամ, նավթային անձրև։ Ուրեմն ես տեսա այդ առաջին անգամ որ հարվածել էին, դուք չեք պատկերացնի, ուրեմն դա Ռուսաստանն է, ասում է, հաղթողները տենց ուժեղ Պուտինը միջուկային զենքով վեդրոներով տեխնոլոգիա չունեն, վեդրոներով էին նավթը ծովից հանում։ Ես ուզում եմ ուրեմն տենց մեծ բաներ ա դրված, բերում լցնում էին այդ բաների մեջ, որ տանեն։ Դուք պատկերացնում եք, քանի աշխատող է պետք, որ ծովից վեդրոներով նավթը հանեն։ Դույլերով, կներեք, վեդրո չէ, դույլ։ Այո, պատկերացնում եք, դա առնվազն ծիծաղելի է եւ հիմա տենց գնում են, ասում են ռուսները անհարմարություն են զգում, բողոքում են, այսպես ով սոցիալական ցանց ելք ունի, ասում են մենք ուզում ենք ծովի մոտ հանգիստ ապրենք, այս չկա, լուրջ, դուք մտածում եք կարակ ուկրաինացիների երեխեքին սպանեիք, կանանց երեխաներին, ընդ որում ասեմ ձեզ, տերորը շարունակվում է։ Եթե ուկրաինացիները հարվածում են միայն, ինչի է Զելենսկին ասում, այո, հարվածում ենք, որովհետև ուզում ենք մինիմալիզել Հորմուզի նեղուցի հետ կապված։ Դե իրանք բարբերաբար հարվածում են, մենակ Սոքարին չէ, բոլոր բաներին հարվածում են, այսպես ասում է, ուկրաինական էներգահամակարգին, բասա։ Պատասխան Ուկրաինայի այցի Բաքու։ Չէ, չեմ կարծում, որովհետև Սոքարին մի երկու անգամ էլ նախկինում հարվածել են, այնպես չի որ տենց իրանք ընդհանրապես աշխատում։ Այսպես ասեմ, էներգահամակարգը ընդհանրապես ամբողջ Ուկրաինայի արդեն 4 տարի է թիրախի տակ է։ Ուկրաինացիները սկսեցին պատասխանել եւ ընդլայնել, որպեսզի իրանք էլ զգան, ռուսները էլ զգան հետևանքները, թե չէ, ռուսները խաբար չեն, որ ուկրաինացիները մրսում են ձմեռը, բայց գեներատորներին չէին փոխանցում, հենց դրա համար էլեկտրակայաններին էին հարվածում։ Բա հիմա սկսել են անհարմարություն զգալ, նեղվում են, լուրջ եք ասում։ Բա դուք ձեր տանը նստած հանգիստ հաց եք ուտում, ձեր երեխեքին եք մեծացնում, վտանգ չկա, այտենց հանգիստ նստած ձեր ֆաշիստական պետությունը կոտորում է հարևան երկրին, երեխաների եւ այլն։ Եվ հենց այդ եմ ասում, այստեղ խնդիրը տեսեք, հիմա ինչի համար արվում սա, որպեսզի Ռուսաստանի օգուտները նվազեցնել, որտեղ Հորմուզի նեղուցը փակ է, գները բարձրացել է, եւ այս հարվածներով Ուկրաինան մինիմալիզացնում է Պուտինի օգուտները, հատկապես որ Ռուսաստանը մատժգոյ է, ռազմաճակատը կանգնած է, ուրեմն եւ կորուստները մեծանում են ռուսների, չեն հասցնում, հավաքագրումը դանդաղել է, ուրեմն մարդիկ արդեն հասկանում են, որ մսաղաց են գնում, այսինքն եւ հետեւաբար եւ ամենախոշոր պարտություններից մեկը որ Ռուսաստանը կրեց օրերս, որին մենք ուշադրություն չդարձրեցինք։ Ուրեմն 21 թվականին Մալիում եկավ խունտա։ Եվ հիշում եք 23 թվականին ուրեմն ռուսների հետ օգնությամբ խունտան գրավեց Կիդալ քաղաքը։ Կիդալ քաղաքը դա տուարեգներ, սիմվոլիկ քաղաք, տուարեգների կենտրոնն է եղել։ Տուարեգները դա միշտ այդ Մալիում բնակվող ցեղեր են եղել, որոնք իրենք անկախություն են միշտ ուզել, հա։ Եվ դա իրանց դիմադրության կենտրոնն է եղել Մալիում բազմաթիվ հեղափոխություններ են փորձել անել տուարեգները անկախություն ստանալու համար եւ բոլոր հեղափոխությունները գրեթե սկսվել են Կիդալից։ Եվ 23 թվականին ռուսների օգնությամբ, հիշում եք այն վագներականներ կային, հա, դրանց օգնությամբ կարողանում են գրավել, որից հետո գիտեք, վագներականներին տանում են ուկրաինական ռազմաճակատում, խորդում են, Վագները վերջանում է, Գրիգոժինին սպանում են, իդեպ Վագները բավականին էֆեկտիվ էր այդ իմաստով։ Եվ ստեղծվում է Ռուսաստանի աֆրիկյան կորպուս։ Աֆրիկյան կորպուսը նոր ստեղծված եւ առաջին կարծես թե լուրջ փորձություններ։ Հիշում եք մի անգամ էլ տուարեգները հարցակ, մի քանի այդպես փորձի համար հարվածեցին, վնասեցին, ու դեպ ռուսները չկարողացան հարվածը պահել նորմալ, եւ արդեն ստեղծվեց, հասկացան, որ ռուսները այսպես վագներականները չեն, արդեն ուրիշ բան է,
Եվ Կիդալ քաղաքը ըստ տեղեկությունների հետ են վերցրել туարեգները, բայց ցավոք սրտի այստեղ խնդիր կա։ Պաշտպանության նախարարն էլ զոհվել է։ Կամարա, Սադիո Կամարան, այո, որը սիմվոլներ է իրանց պայքարի այդ խունտայի գլխավոր դեմքերից մեկն էր, ասում են շատ լուրջ կորուստ է խունտայի համար։ Հիշում եք ֆրանսիացիներին հանեցին այդպես Մալիից։ Հենց դրանով ֆրանսիացիները դուրս մղվեցին։ Եվ հիմա այսպես նայում եւ ծիծաղում են, ժպտում են ֆրանսիացիները, որովհետեւ եւ որպեսզի հասկանանք էֆեկտը, դե պատկերացրեք, ուրեմն մենք հիշում ենք Սիրիային, երբ որ կորցրեց Ռուսաստանը, այսայև նաև դրա, որովհետև Սիրիան նաև այդ մատակարարման կետներ, ֆորպոստներ, որ կարող էին Աֆրիկյան կորպուսը իրանց սնուցեին։ Եվ ես ենթադրում եմ, որ շատ արագ Ռուսաստանը դուրս կմղվի Աֆրիկայից, որտեղ Աֆրիկայում բազմաթիվ խաղացողներ կան, ավելին ասեմ, թե շատերը չգիտեն, Ամերիկան, մեր երկիրը ակտիվանում է Աֆրիկայում։ Էֆեկտը ինչու՞մ է կայանում, ես բացատրեմ, որ հարևան երկրներն էլ կարող են, հարևան երկրներն էլ են Ռուսաստանի ազդեցության տակ, եւ Մալիի հարևան երկրներն էլ, այդտեղ ֆրանսիացիներին հանեցին ամբողջությամբ, եւ Ռուսաստանի ազդեցությունը կարող է նվազել, որտեղ երբ որ տեսան, որ Կիդալ քաղաքը, այնտեղ Գոա քաղաք կա, որը նույնպես էլի կետեր են կորցրել, երկու քաղաքից էլ են հանել, ասում են էլի։ Այսինքն իրականությունը չի զեկուցվում, ռուսները ասում են իբր թե հետամղվե, բայց անկախ հետաքննողները ասում են ոչ, Կիդալը կորցրել են, ոչ միայն Կիդալը, այլ նաեւ Գոան։ Հա, իդեպ ասեմ, որ Ալ-Քայդան է միացել туարեգներին, ինչը այստեղ բացասական երևույթ է, բայց ընդհանուր առմամբ, հա, եւ ասեմ Ամերիկայի մասով էլ ասեմ ավարտենք, ամերիկացիները ուրեմն պատվիրակություն են ուղարկել վերջերս Մալի եւ իրենց որպես ալտերնատիվ էին առաջարկում ռուսներին, ասում էին խունտային, որ եկեք մեր հետ համագործակցեք, ռուսները ձեզ չեն պաշտպանելու եւ փաստորեն ճիշտ դուրս եկան։ Եվ հետաքրքրական է, որ այս ֆոնի վրա ռուսների թուլացման արդեն կողքի պետությունները մտածում են, որտեղ ամերիկացիները ենթադրություն առաջարկել են։ Ես ասեմ, որ այսօր Պուտինը հայտարարում է, որ գերտերությունները աշխարհում թուլանում են, ժողովրդավարությունն է սկսել հաղթել փոքր պետություններում, պատկերացնես, այսպես է հայտարարություն Պուտինից։ Այսօր այսքանը ցտեսություն, շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ես մի մասը 7 րոպե արեցի։ ARTN լուրերի հովանավորն է FIBI ընկերությունը։